Մարզխորհրդի հերթական նիստն այսօր կայացավ Ալավերդի ու մարզպետ Արամ Ղազարյանը հանդես եկավ 2024-ին կատարված աշխատանքների հաշվետվությամբ։ Անդրադառնալով կրթության ոլորտին, մարզպետը նշեց, որ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկված է մարզի 44 դպրոց։ Նույն ծրագրով 2024-ին կառուցվել է 10 մանկապարտեզ եւ նախակրթարան, ընթացքի մեջ է 16 մանկապարտեզի եւ նախակրթարանի շինարարությունը։ Գյուղատնտեսության բնագավառին անդրադառնալով մարզպետը նշեց, որ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2024-ին կազմել են 21536 հեկտար։ Մարզում առկա է 14 խելացի անասնաշենք, որից 4-ը կառուցման տարբեր փուլում են, 12 սպանդանոցներ, որից 11-ը գործում են, 87 հակակարկտային կայաններ, 12 սառնարանային տնտեսություններ, 615 տոննա հզորությամբ։ Մարզի ղեկավարի ներկայացմամբ 2024-ին քաղաքաշինության ոլորտում իրականացված, ինչպես նաև դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընդհանուր ծրագրային արժեքը շուրջ 54 միլիարդ դրամ է։ 2024-ին Լոռու մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 12.4 միլիարդ դրամ։ Հիմնանորոգվել կամ վերանորոգվել է ընդհանուր 81.2 կիլոմետր ճանապարհ։ Մարզպետն անդրադարձավ նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրերին։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներից արդեն ներկայացվել է 49 ծրագրի նախնական հայտ, 181 ենթածրագրերով եւ ընդհանուրը շուրջ 13.2 միլիարդ դրամ նախահաշվային արժեքով, որից մոտ 7.3 միլիարդ դրամը ակնկալվում է ֆինանսավորում պետական բյուջեից։ Արամ Ղազարյանը հաշվետվություն ներկայացրեց նաև նախորդ տարվա մայիսյան հեղեղումներից հետո իրականացված աշխատանքների մասին։ Ընդհանուր առմամբ հեղեղներից տուժել է 24 բնակավայր Ալավերդի, Թումանյան, Փամբակ, Գյուլաքարակ, Ստեփանավան եւ Տաշիր համայնքներից։ Տուժած բնակիչների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 1140 անձ, տարհանվել է 598 մարդ։ Մարզում վնասվել էր հետիոտնային եւ ավտոմոբիլային 29 կամուրջ եւ կամրջակ, որոնցից 6-ն ամբողջությամբ փլուզվել էին։ Փլուզված կամուրջներից 16-ը վերականգնված են, 11 կամուրջների համար կնքվել են աշխատանքների իրականացման պայմանագրեր։ 2 կամուրջների վերաբերյալ աշխատանքներ դեռևս չեն իրականացվել։ Մասնագի կամ ամբողջովին վնասվել էին 251 անհատական տներ եւ բնակարաններ, տուժել 124 տնտեսվարողներ։ Վնասվել էին նաեւ տրանսպորտային 168 միջոցներ։ Բնակելի տների 196 շահառուներ ստացել են կառավարության կողմից ֆինանսական փոխհատուցման առաջին փուլը։ Բնակարանների համար ընդհանուր առմամբ ենթակա է փոխհատուցման 763 միլիոն 452 հազար դրամ։ Մինչ օրս 187 շահառու ստացել է փոխհատուցման երկրորդ, 171-ը երրորդ եւ 137 շահառու ստացել են չորրորդ փուլերը։ Ընդհանուր փոխհատուցված գումարը կազմել է 665 միլիոն 255 հազար դրամ։ Բնակարանների փոխհատուցման մյուս շահառուների մասով գործընթացը շարունակվում է։ Տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցում ստացել են 163 քաղաքացի։ Գումարը կազմել է 101 միլիոն 392 հազար դրամ։ Մարզխորհրդի նիստի ընթացքում 2025 թվականի առաջին եռամսյակի Լոռու մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման անդրադարձավ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալաքյանը, նշելով, որ եռամսյակային հավաքագրման ցուցանիշը եռամսյակի պլանի նկատմամբ կազմել է 81.1%, տարեկան պլանի նկատմամբ 20.3%։ 2024 թվականի նույն ժամանակաշրջանից ավել է հավաքագրվել 66.1 միլիոն դրամ։ Հարկ եմ համարում նշել, որ 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ Լոռու մարզի համայնքների 2025 թվականների սեփական եկամուտների պլանային ցուցանիշը 422.6 միլիոն դրամով ավել է պլանավորվել, քան 2024 թվականի պլանային ցուցանիշն է եղել։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի եւ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքը ներկայացրեց քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներից ներկայացվել է 49 սուբվենցիոն ծրագրի նախնական հայտ։ Առայժմ համայնքներից ներկայացվել է 35 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։